Բարև ձեզ, եթերում վտա Հայաստան Նյուզն է։ Այստեղ դուք կգտնեք փաստահեն, բազմակողմանի եւ վստահելի տեղեկատվություն։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Հայաստանը միջազգային հանրությանը եւ ամբողջ աշխարհին կոչ է անում համախմբվել կանխարգելելու ցեղասպանության արհավիրքը։ Հայաստանի կողմից ներկայացված ցեղասպանության կանխարգելում բանաձևը միաձայն ընդունվել է ՄԱԿ-ի 61-րդ նստաշրջանին։ Բանաձևը նպատակ ունի խթանել ցեղասպանության կանխարգելման հարցում վաղ ազդարարման գաղափարախոսությունը, սահմանել ռիսկի գործոնների շրջանակը, ներառելով ատելությունը, խտրականությունը եւ անպատժելիությունը։ Բանաձևում ընդգծվում է նաեւ ժամանակին արձագանքման կարեւորությունը, ինչը կարող է էականորեն նպաստել բռնության աճի կանխմանը։ Եվրոպական միությունը սերտորեն հետևում է Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվում պահվող մյուս հայ գերիների գործերին։ Նյուզեյմի հարցմանի պատասխան ասել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։ Եվրամիությունը դրական է գնահատել վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատմական առաջընթացի տարբեր դրական ասպեկտները երկու երկրների խաղաղության գործընթացում։ Մենք հուսով ենք, որ բոլոր մնացյալ հարցերը, այդ թվում զգայուն հումանիտար բնույթ կրող հարցերը, կարող են կարգավորվել կողմերի միջև։ Մեր ընկալմամբ, ինչպես բխում է Հայաստանի իշխանությունների կողմից հրապարակայնորեն արված հայտարարություններից, հայ գերիների հարցը բարձրացում է երկկողմ խաղաղության գործընթացի շրջանակում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի կուսակցություն է անվանել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարարներ Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի ուժերին։ Կառավարության ղեկավարը տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշել էր, թե խաղաղության մասին ընդդիմության պատկերացումն այն է, որ մշտապես զոհեր լինեն, իսկ քաղաքացիական պայմանագիրը ճիշտ հակառակն է։ Խաղաղություն նշանակում է զոհերի, վիրավորների բացակայություն։ Նախորդ շաբաթ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ընտրություններին սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա աշնանը աղետալի հետևանքով պատերազմ կլինի։ Ընդդիմությունն այս հայտարարությունը շանտաժ է որակում, իսկ իշխանության ներկայացուցիչները Փաշինյանի ասածը քաղաքական գնահատական են համարում։ Ի վերջո շանտաժ, քաղաքական գնահատական թե հստակ տեղեկատվություն։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը շարունակ նման հայտարարություններ անում։ Այս հարցերն են ուղղել ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար քաղաքագետ Տիգրան Գրիգորյանին։ Կարծում եմ, սա բավականին վտանգավոր խոսույթ է մի շարք հարցություններում։ Մինչև անվտանգության հարցերին անցնելը, կարծում եմ, այս խոսույթը վտանգավոր է նաև ժողովրդավարական զարգացման տեսանկյունից, որովհետև եթե որևէ քաղաքական ուժ կամ գործիչ ընտրությունների գինը բարձրացնում է, հայտարարում է, որ սրանք ընտրություններ չեն միայն ապագա իշխանությունների ձևավորման մասին, այլ նաև ընտրություններ են, որոնք կանխորոշելու են երկրի ինքնիշխանության, անկախության, տարածաշրջանային խաղաղության ապագան, ապա այս խոսույթը բացում է դռներ հակաժողովրդավարական, հակաիրավական գործիքակազմի կիրառման համար, որովհետև եթե ընտրությունների գինը ոչ թե պարզապես դրանց արդյունքն է, այլ օրինակ անկախության կորուստը, ժողովրդավարության կործանումը կամ խաղաղությունը, ապա շատ հեշտ կարելի է մանիպուլացնել եւ արդարացնել որևէ հակաժողովրդավարական գործիքակազմի կիրառում։ Եվ այս հնարքը իրականում կիրառվել է բազմաթիվ այլ համատեքստերում։ Մեզ համար ամենամոտ օրինակը իհարկե Վրաստանն է, որտեղ եւս նախորդ ընտրություններին իշխող ուժը իր բոլոր ընդդիմախոսներին անվանում էր պատերազմի կուսակցություն, գլոբալ պատերազմի կուսակցության մաս, եւ դրանով իսկ հանրությանը վախեցնելով մեծ հաշվով կարողացել է ապահովել այն արդյունքը, որը ապահովել է։ Նույն խոսույթները կարող ենք տեսնել մոտորապես նույն խոսույթները Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներում, որոնք վերջին տարիներին բռնել են ավտորիտարիզմի ճանապարհը, եւ ընդհանուր առմամբ սա շատ լավ մշակված գործիքակազմ է, որը կիրառվում է առաջնորդների կողմից։ Եթե խոսքը գնում է այս հայտարարության անվտանգային հետևանքների մասին, նախ այստեղ պետք է արձանագրել, որ օրինակ երբ վարչապետը խոսում է այն մասին, որ սեպտեմբերին տեղի ունենալու պատերազմ եւ Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը կորսվելու է, սա ցույց է տալիս
նաև այն հանգամանքը, որ ինչ որ չափով ինքնախոստովանություն է, որովհետև եթե Ղարաբաղյան երկրորդ պատերազմից անցել է 6 տարի եւ պատերազմի դեպքում դու արդեն իսկ կանխատեսում ես երկրի կործանումը, սա նշանակում է, որ դու քո տնային աշխատանքը չես կատարել, առնվազն բավարար չես կատարել, որպեսզի երկիրը ունակ լինի դիմակայելու անվտանգային մարտահրավերներին։ Ինչ վերաբերում է այս խոսույթի համապատասխանությանը իրականությանը, ես կարծում եմ այստեղ եւս լուրջ քննադատության չի դիմանում այս հայտարարությունը, նախ արձանագրենք, որ Հայաստանում կարծես թե չկա որևէ ուժ, որը պնդում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է չեղարկվեն։ Իհարկե, ընդդիմադիր հիմնական ուժերը խոսում են այդ պայմանավորվածությունները շտկելու, խմբագրելու մասին, ինչը ես կարծում եմ իրատեսական չէ, այսինքն ակնհայտ է, որ Հայաստանը այս պահին չունի այն ռեսուրսները, որպեսզի ստիպի Ադրբեջանին կամ թեկուզ միջնորդ ինչ-որ այլ երկրներին վերաբանակցել այդ փաթեթը, բայց մյուս կողմից էլ չկա հայտարարություն, որ իշխանության գալու դեպքում մենք հրաժարվելու ենք այդ պայմանավորվածություններից, կամ նույնիսկ հակառակը պնդող հայտարարություն, երբ օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանը ասում էր, որ մենք չենք կարող հրաժարվել այդ պայմանավորվածություններից, որովհետև Միացյալ Նահանգների պես երկրի հետ այդպիսի պահվածք որդեգրելը ընդունելի չի։ Այսինքն սա դասական նախընտրական ինչ-որ մեխանիզմ է, որը հղի է բազմաթիվ եւ ներքին եւ արտաքին վտանգներով, սա կարելի է նաեւ օրինակ համարել ինչ-որ ապագա ագրեսիաների լեգիտիմացում, այսինքն եթե հանկարծ օրինակ իշխող ուժը պարտվեց ընտրություններում, սա չի նշանակում, որ օրինակ Ադրբեջանը արդեն ինչ-որ լեգիտիմ նաեւ պատճառներ է ստանում ագրեսիայի դիմել, եթե շարժվում ենք այս հայտարարությունների տրամաբանությամբ։ Մի խոսքով բավականին վտանգավոր հայտարարություններ են, որոնք նաև կասկածի տակ են դնում ընտրությունների բովանդակային մասը, այսինքն ընտրողը պետք է գնա եւ փորձի ընտրություն կատարել առաջարկվող քաղաքականությունների միջև բովանդակային ընտրություն կատարի, իսկ սա պարզապես հանրության վախերի հետ խաղալ է եւ սա առաջի դեպք չէ, երբ երկրի վարչապետը այս խոսությունները կիրառում է, հիշեցնեմ, որ հյուսիսային հատվածում դելիմիտացիա իրականացման ժամանակ վարչապետ Փաշինյանը նույն օրինակ հայտարարություններ էր անում, երբ ասում էր, որ եթե այս գյուղերը չփոխանցվեն Ադրբեջանին, այն ժամանակ հայտարարում էր, որ հաջորդ շաբաթ պատերազմ է սկսվելու, այսինքն հանրության վախերի հետ խաղալով ինչ որ արդյունքների հասնելը արդեն դարձել է պրակտիկայի մաս իշխող ուժի կողմից։ Բայց այն ժամանակ, Տավուշյան դեպքերի ժամանակ դեռևս Վաշինգտոնյան պայմանավորվածությունները չկային, իսկ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո հայտարարում էր, որ արդեն մենք խաղաղության մեջ ենք ապրում եւ հիմա ցանկացած հարցի հետ կապված նա ասում է պետք է այս կամ այն հարցի մասին չխոսենք, որ պատերազմ չլինի։ Սա ինչպես հասկանալ։ Այո, դա էլ է իրականում պարադոքսալ, որովհետև իշխող ուժը հայտարարում է, որ խաղաղությունը հաստատվել է արդեն, խաղաղությունը անշրջելի է, բայց մյուս կողմից էլ նշում է, որ իրականում այդ խաղաղության ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Եթե խոսքը գնում է հաստատված խաղաղության մասին, որ անշրջելի է, ապա որևէ այլ հանգամանք չի կարող խոչընդոտել այդ խաղաղությունը։ Ընդհանուր առմամբ իհարկե նաև պետք է հարցեր տալ իշխող ուժին, այդ ինչ տիպի խաղաղություն եք բերել, եթե այդ խաղաղության ապագան կախված է ընտրությունների արդյունքից կամ կապված է օրինակ սահմանադրական հանրաքվեի արդյունքներից։ Հիշեցնեմ նաև, որ նախորդ կիրակի թե շաբաթ վարչապետը մի քայլ առաջ գնաց եւ հայտարարեց, որ նույնիսկ ոչ թե եթե չհաղթենք ընտրություններում, այլ եթե սահմանադրական մեծամասնություն չվերցնենք ընտրություններում, չունենանք սահմանադրական մեծամասնություն, պատերազմ է լինելու ու նաև հստակ ամիսը նշել, սեպտեմբերին է պատերազմը լինելու։ Ես կարծում եմ հավանականությունը, որ իշխող ուժը ստանալու է սահմանադրական մեծամասնություն, շատ փոքր է։ Այդ մասին են խոսում բոլոր սոցհարցումները, ընդհանուր առմամբ պարզ է, որ որևէ քաղաքական ուժ այս պահին ի վիճակի չէ ստանալ սահմանադրական մեծամասնություն։ Ուստի եթե կրկին շարունակենք այս տրամաբանությունը, եթե Նիկոլ Փաշինյանը եւ իշխող ուժը ընտրվում են, հաղթում են ընտրություններում, ձևավորում են կառավարություն, բայց չունեն սահմանադրական մեծամասնություն, փաստացիորեն էլի պատերազմ է լինելու, այսինքն սա արդեն ինչ որ արդեն աբսուրդի դաշտ է հասնում այս տեսակի պնդումները։ Պարոն Գրիգորյան, իսկ ինչ էր նշանակում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ որպես Հայաստանի վարչապետ հրաժարվում է պատմական արդարության վերականգնման օրակարգից։
Դե ակնհայտորեն խոսքը գնում է Ղարաբաղյան հակամարտության մասին, ինչպես նաև Արցախահայության խնդիրների, իրավունքների բարձրաձայնման մասին, որպես իր կառավարության դիրքորոշում, կարծում եմ նորմալ դիրքորոշում է։ Կարելի է ռացիոնալ բացատրություններ գտնել այդ դիրքորոշման համար, այսինքն պարզ է, որ Հայաստանը երևի այս փուլում ի վիճակի չէ այդ օրակարգը սպասարկել։ Շատ ավելի խնդրահարույց է, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ոչ միայն մենք չենք շարունակելու այդ օրակարգը, խոսքը ոչ միայն ինչ որ պատմական արդարություն վերականգնելու մասին, այլ հստակ մարդկանց, կոնկրետ մարդկանց իրավունքներով զբաղվելու մասին, այլ նաև պնդում է, որ ոչ ոք չպիտի զբաղվի այդ իրավունքներով։ Սա մի կողմից սահմանափակում է Հայաստանի գործիքակազմը, որովհետև նույնացնում է պետական քաղաքականությունը հասարակական տարբեր խմբերի կողմից վարվող քաղաքականությանը, տարբեր անհատների, միջազգային կազմակերպությունների, մյուս կողմից էլ ընդհանրապես անտրամաբանական է, քանի որ հակասում է միջազգային իրավունքին։ Ինչպես կարելի է տեղահանված մարդկանց ասել, որ դուք չպետք է խոսեք ձեր իրավունքների մասին։ Միգուցե կարելի է ասել, որ խոսելու դեպքում շատ փոքր հավանականություն կա, որ ինչ որ արդյունքների եք հասնելու, շատ փոքր կամ ընդհանրապես հավանականություն կա, որ վերադարձի իրավունք օրինակ տեղի ունենալու։ Սա կառավարությունը կարող է կոմունիկացնել հասարակությանը, բայց պնդել, որ ոչ ոք չպիտի խոսի դրա մասին, որը խոսելով դրա մասին այդ մարդիկ վտանգում են խաղաղությունը, ինչ որ պրոակտիվ քայլեր ձեռնարկել մարդկանց նկատմամբ, ովքեր չլինելով պետական պաշտոնյա այս հարցը բարձրացնում են, սա արդեն ինչպես նախորդ թեմայի մասին ենք խոսում, սա նաև ներքին վտանգներով լի է, այսինքն հստակ արդեն գրաքննության հոտ է գալիս սրանից, եւ ցեղասպանության թանգարանի տնօրենի հետ կապված այդ պատմությունը դրա լավագույն օրինակն է, երբ կարծես թե կառավարությունը արդեն իսկ տաբու թեմաներ է սահմանել, որով օրինակ գիտնականները չպիտի զբաղվեն, եթե զբաղվեն ինչ որ արդեն հետևանքներ է լինելու եւ սա տարածվում է նաեւ փախստականներին։ Տեսեք, այդ մետրոյի հայտնի միջադեպի տարբեր դրվագներ քննարկվել են, բայց ինձ համար մեկ այլ հետաքրքիր դրվագ էր, որ վարչապետը այդ կնոջը եւ նրա որդուն ասում էր, որ որն է իրենց հայրենիքը, որ տեսեք ձեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, դուք չպետք է ասեք, որ ձեր հայրենիքը Արցախն է, խոսքը գնում է մարդկանց մասին, ովքեր լքել են իրենց տները 3 տարի առաջ, խոսքը չի գնում 100 տարի առաջ տեղի ունեցած ինչ որ զարգացումների մասին։ Այսինքն այս տրամաբանությունը, որ կա պետական քաղաքականություն եւ հասարակության բոլոր շերտերը, այդ թվում նաեւ տարբեր խոցելի խմբեր, տուն-տեղ կորցրած մարդիկ պետք է հետևեն այս քաղաքականությանը, արդեն նմանվում է մի քիչ այլ տեսակի ռեժիմների պահվածքին, այլ ոչ թե ժողովրդավարական համակարգերի պահվածքին, եթե մենք դեռևս խոսում ենք այն մասին, որ Հայաստանը գնում է ժողովրդավարության կայացման ճանապարհով։ Պատերազմը կարող է անսպասելի ձեր տուն գալ։ Այդ մասին շատ լավ գիտեն ոչ միայն Հայաստանում։ 4 տարի անցել Բուչայի ռուսական օկուպացիայից, որը տևել է 33 օր։ Ոդտակի նկարահանող խումբը եղել է այն փողոցում, որտեղ ռուսական հարձակման առաջին օրերին զոհվել է ավելի քան 10 մարդ։ Այս մասին մանրամասները Ուկրաինայից իմ գործընկեր Յուլիա Մակարենկոյի ռեպորտաժում։ Բուչա փոքր քաղաքը մոտ 37,000 բնակչությամբ գտնվում է Կիևից ընդամենը 2 կիլոմետր հեռավորության վրա։ Մայրաքաղաքից այն փաստորեն բաժանում է Իրպեն գետի վրայով անցնող կամուրջը, որտեղ 2022 թվականին տեղի են ունենում կատաղի մարտեր։ Բուչան ինքնին 33 օր գտնվել է ռուսական զորքերի օկուպացիայի տակ։ Նրանց հեռանալուց հետո աշխարհը տեղեկացավ սարսափելի հանցագործությունների մասին։ На глазах у этой учительницы. Այս ուսուցչու աչքի առաջ սպանեցին նրա ամուսնուն եւ որդուն, կոտրեցին նրանց ոտքերը եւ այրեցին։ Այդ օրերի մասին ոդտակի նկարահանող խմբին պատմել է Նատալյան։ Կինը այն հիմնական ականատեսներից մեկն է, ով ցուցմունք է տվել գլխավոր դատախազությունում։ Միայն այս փողոցում նրա հաշվարկներով դաժանաբար սպանվել է 13 մարդ։ Տեխնիկայի առաջին կորուստներից հետո ռուս զինվորները սկսեցին կասկածել տեղացիներին դիրքեր հանձնելու մեջ։ Նատալիային հարևանի հետ միասին փակեցին նկուղում եւ սպառնացին պայթեցնել նռնակով։ Никакой смертью хотеть. Ինչպիսի մահով եք ուզում մահանալ։ Արագ թե դանդաղ։ Ես ասում եմ, ես ընդհանրապես չեմ ուզում մահանալ։ Նա ասում է, եթե արագ հիմա օղակը հանում եմ, գցեմ ու 15 վայրկյանից դուք չեք լինի։ Իսկ եթե դանդաղ, ապա ես կրակում եմ կողքինից ծնկին։ Ռուս զինվորները տղամարդկանց էին որոնում։
Նատալիայի հարևանին երիտասարդ տղայի ծմրանը մերկ վիճակում տարան հարցաքննության դեպի բելարուսական սահման։ Ավելի ուշ նրա մարմինը գտան մոտակայքում մի նկուղում։ Его поставили на коліна. Նրան ծնկի բերեցին ու կրակեցին ականջի մեջ, եւ նա այդպես էլ մնաց ծնկած։ Իսկ տղան, որ հասկանաք 2 մետր 20 սանտիմետր էր, մենք նրան թաղեցինք բակում։ Իսկ որտեղ պետք է թաղեինք։ Առաջին անգամ ռուս զինվորներին Նատալյան տեսել այստեղ 2022 թվականի մարտի 7-ին։ Դեօկուպացիայից հետո քաղաքում հայտնաբերվեցին մի քանի 100 գնդակահարված մարդիկ։ І я в них спитала, кажу, а чого ви сюди прийшли? Ես նրանց հարցրեցի. ինչու եք այստեղ եկել։ Այստեղ ոչ ոք չկա, միայն ծեր մարդիկ են մնացել, որոնք չեն կարողացել դուրս գալ։ Եվ վերջ։ Այստեղ միայն կենդանիներ ու ծերեր են։ Մենք եկել ենք հումանիտար օգնությամբ, ասում են։ Ես ասում եմ, իսկ ում եք օգնելու։ Ընտրողաբար։ Ինքը Նատալյան հրաժարվել է դուրս գալ Բուչայից։ Ավելի քան 1 ամիս կինը ապրել է առանց ջրի, ջեռուցման եւ էլեկտրականության։ Սնունդը պատրաստում էր բակում, խարույկի վրա։ Դա նաև կերակրում էր լքված կենդանիներին եւ հարևան տղամարդուն, ով 2 ինսուլտ էր տարել։ Բուչայի օկուպացիայից անցել է արդեն 4 տարի։ Տարածաշրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները հայտնի դարձան ամբողջ աշխարհում որպես Բուչայի կոտորած։ Ուկրաինական իրավապահ մարմինների պաշտոնական տվյալներով ռուսական բանակի 33 օրյա օկուպացիայի ընթացքում զոհվել է մոտ 600 մարդ, որոնցից 12-ը երեխաներ էին։ Հարություն Ոսկանյան, Յուլիա Մակարենկո, Ոդտակ։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը դարձել է Օպերա Եվրոպա միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ։ Օպերա Եվրոպան եվրոպական օպերային թատրոնների եւ փառատոների խոշորագույն մասնագիտական ցանցերից է, որը միավորում է ոլորտի առաջատար հաստատությունները, ձևավորելով օպերային արվեստի զարգացման օրակարգը Եվրոպայում եւ դրա սահմաններից դուրս։ Մեծ ուրախությամբ հայտարարում ենք մեր ցանցի նոր անդամի Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի միանալու մասին։ Օպերա Եվրոպան ողջունում է հազարամյակների պատմություն ունեցող հարուստ մշակույթով եւ երաժշտական խորավանդույթներով երկրին։ Երևանի սրտում հպարտորեն կանգնած այս շքեղ թատրոնը գտնվում է զարգացման նոր կենսունակ փուլում, առաջ մղելով գեղարվեստական բարձր որակի առաքելությունը։ Թե Տիգրանյանի հուզիչ մեղեդիներով, թե Խաչատրյանի բալետներով Հայաստանի մշակույթը հպարտությամբ հնչում է ողջ աշխարհում։ Անհամբերությամբ սպասում ենք նոր համագործակցության արդյունքներին։ 2026 թվականին լեգենդար Եվրատեսիլը բացում է իր պատմության նոր էջը։ Մրցույթը առաջին անգամ դուրս է գալիս Եվրոպայի սահմաններից դուրս, ուղղվելով դեպի Ասիա։ Ասիական Եվրատեսիլ մրցույթը միավորելու է տարածաշրջանի երկրներին լայնածավալ երաժշտական միջոցառման շրջանակում։ Հիմնական նպատակը մշակութային երկխոսության ամրապնդումն է։ Մրցույթին կմասնակցի 10 երկիր։ Մեծ եզրափակիչը նախատեսվում է անցկացնել նոյեմբերին Բանգկոկում ուղիղ հեռարձակմամբ։ Ծրագրի մասին առաջին անգամ հայտարարվել էր դեռևս 2016 թվականին։ Հիշեցնենք, որ եվրոպական մրցույթը 2026 թվականին կնշի իր 70-ամյակը եւ կանցկացվի մայիսին Վիեննայում։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան ալիքներով բաց չթողնելու համար գլխավոր նորությունները։